Հոն մտնելը ծրի է, դանիք պիտի լենք, ամեն իշտը Բերլինը պիտի տեսնեմ, 10-ին հոն պետք է ելամ։ Շուտ պետք է իշտես, ինչքան կարել ունիս։ Բարի լույս, այսօր արդեն երկրորդ օրն է, որ ես անցկացնելու եմ Բերլին քաղաքում։ Արթնացել եմ ժամը 7-ին, հիմա արդեն առավոտվա ժամը 10-ին 20 պակաս, որը նշանակում է, որ ես պետք է շատ արագ ձեզ ցույց տամ իմ սենյակը room tour անենք ու շատ արագ շարժվենք դեպի Reichstag building, որովհետև ժամը 10-ին ես ամրագրում ունեմ այնտեղ։ Այս շատ կարճ կոդը հավաքելուց հետո բացում ենք եւ տարարարամ։ Ինչպես տեսնում եք, սենյակը բավականին փոքր է, բայց երկու հոգու համար է նախատեսված։ Մահճակալը լավ, մեծ է երկու հոգու համար, հագուստի պահարան չկա, մենակ սա է, որ կարաս sense որոշ բաներ կախես, հեռուստացույց, կոնդիցիոներ, պահարան, կա այս սեղանը, որի վրա կարաս նույնիսկ գործ անես, երկու աթոռները, կա բավականին մեծ հայելի, որ ամբողջությամբ քո այդ օրվա outfit-ը look-ը տեսնես, որը բացում ենք եւ մեր զուգարանն է լվացարանով, եւ այս կողմում էլ կա sense էլի լվացարան ու արդեն այստեղ կարող եք լողանալ։ Գիշերը քնելուց առաջ մտել լողացել եմ, ջուրը բավականին լավ էր, ոնց ուզում էիր, կառավարում էիր։ Մի քիչ առաջ TV-ն միամիտ միացավ, այսինքն աշխատում է, բայց մի հատիկ խնդիր կար, որ բավականին սառն էր սենյակը, այն կարգի ցուրտ էր ներսում, որ ես այս ֆենը հանել եմ այստեղից, վերել դրել եմ այստեղ, սկոչով իր կոճակը sense փաթաթել եմ ու միացրած եմ թողել մի կես ժամ, որովհետև ներսը իրոք շատ ցուրտ էր, քանի որ ամբողջ օրը պատուհանը բաց էր մնացել։ Ու հետո մտա քնելու, մի անգամից մեռած քնել եմ։ Morning. Good morning. Morning. Վերջ մենք դուրս ենք եկել, մենք ասելով ես ու դուք էլի գնացինք Reichstag building։ Հենց հիմա առավոտ ժամը 10-ին 5 պակաս, բավականին ցուրտ է այսօր, բայց երևի մի քանի ժամից արդեն լավ կտաքանա։ Եվ քանի որ այսօր արդեն երկուշաբթի է, բավական ակտիվ է քաղաքը, բոլորը գնում են գործի, աշխատանքի, դասերի, դպրոց, համալսարան։ Քարտեզը տալիս է, որ ուղիղ 13 րոպեից հասնելու եմ 950 մետր։ Շատ ցուրտ է։ Հենց հիմա 9-ն է Բերլինում եղանակը։ Excuse me, hello. How can I get to Reichstag? I can't understand. There, maybe. Okay, thanks so much. Այսօր քարտեզը ինձ ինչ-որ ուրիշ ճանապարհով է տանում։ Հիմա այս Reichstag-ը վերջացնելուց հետո շատ տեղեր կա գնալու, պետք է անպայման այցելեմ այդ East Side Gallery-ին, Բերլինի ամենահայտնի տաճարը, որը կոչվում է կարծեմ Berlin Cathedral։ Հուսով եմ բոլոր տեղերն էլ կհասցնեմ, որովհետև առավոտ շատ շուտ Արա դե ինչ ես ուզում, որովհետև առավոտը շատ շուտ պետք է զարթնեմ, առավոտ 6-ին երևի դուրս պետք է գամ, որ 7-ին հասնեմ օդանավակայան, որտեղից էլ կթռնեմ արդեն իմ հաջորդ կետ, բայց դեռ չեմ ասելու որտեղ եմ գնալու։ Վերջապես հասցա։ Հիմա արդեն պետք է ես իմ տոմսը ցույց տամ, որ 3 եմ վերցրել, ու ասել են բացի տոմսը մի հատ էլ անձնագիրը պետք է հետս լինի, երկուսն էլ հետս են։ Hello, how are you? Very good. Thank you. Hello. Yes, sure. Ինձ բնականաբար էլի թույլ չտվեցին նկարեմ ներսում, քանի որ պետական տեղ է ու ոչ մի բան չեմ կարող ցույց տալ։ Hello. Վերջ մենք արդեն մտել ենք ներս, շատ սիրուն է, շատ սիրուն է։ Շատ սիրուն տեղ է երևում։ Այստեղ կա նաև ձայնային գիդ, բայց ինձ դա պետք չի։ Բարձրը անվճար է, որ անվճար է ես կվերցնեմ։ Հա։ Զգում եք, շատ չեմ կարող նկարեմ, որովհետև ինձ թվում է հենց հիմա որ ես նկարեմ, ինձ մեկը ասել է՝ «Մի նկարի արա»։ English? Yeah, 1 minute. Automatically. Okay, thank you։ Ասում եմ ավտոմատ ինքը սկսելու է հենց մտնեմ ներս, ու զարգացած է տեխնոլոգիան։ Ես ոնց են դնում։ Լարը կարճ է։ Wow. Սա ստեղ է սա կդնեմ։ Այստեղ ուրեմն գրած է audio guide start։ Վայ սկսեց։ We've been living in sin so long. All the feels of Ես սովոր չեմ, որ մի ականջով եմ լսում, դրա համար չեմ ֆիքսում ինֆորմացիան։ roller coaster. Get through the day upright. It seems a meal ticket. Հենց նոր մի անծանոթ աղջկա խնդրեցի, որ ինձ մի քանի հատ նկար անի։ Լավ է, սիրուն նկարներ ստացավ։ Իմ Instagram-յան էջում բոլոր նկարները կտեսնեք։ Վաու։ Սա էլ Reichstag building-ը, որը կառուցել են 1800-ականներին, 1800-ականների վերջում պատրաստ է եղել ու հետո վերանորոգել են 90-ականներին։
ու ամբողջ Բերլինը այսպես 4 կողմից երևում է։ Ինձ թվում է սա գիշերով կամ երեկոյան ժամերի շատ սիրուն կլինի։ Շենքը սկզբում ծառայել է որպես խորհրդարան, դարձել է պատմական եւ քաղաքական խորհրդանիշ եւ այժմ այն կրկին գործում է որպես ժողովրդավարության կենտրոն։ Հիշեցնեմ, որ այստեղ մուտքը ամբողջությամբ անվճար է։ Վերջ ես արդեն իջնում եմ, շատ հավանեցի այս Reichstag-ը, շատ հետաքրքիր է նաև իր ամբողջ պատմությունը ու ընդհանուր Բերլինի պատմությունը ինձ շատ է հետաքրքրում, շատ է դուրս գալիս։ Այստեղ ամեն մի շենք ինչ որ պատմություն ունի, այդ շատ ուժեղ է։ Got to own it. Excuse me, hello. Can I ask you to take a photo for me? Yeah, sure. If I'm not bothering you. No, it's okay. Actually, I'm thinking from there, a bit from down, with the wide lens. Okay. I'm sorry, I'm taking your time. I think from here, you can tell me if you need me to go down or... Is it nice? Yeah, look. Let me see. Oh yeah, that's cool. Yeah? That's cool. Okay. Thanks so Yeah, much. no worries. Thank Where are you. you from? I'm from Armenia. Oh, nice. Yeah. Welcome. What to about Germany. you? I'm from Germany. I work Yeah. here. Ah, in the building. Yes, yeah. Nice. Good. Okay. It's nice to meet you. Yeah, nice to meet you. as Have a well. good day. Yeah, you too. Thank you. Bye-bye. Նկարներն էլ ստացանք, վերջ դուրս եմ գալիս։ So I put it here. Yeah, of course. Nice. Thank you. Have a good day. Վերջ արդեն դուրս եմ եկել, բայց հիմա ուզում եմ ինչ-որ մեկին ասեմ ինձ դիմացից մի հատ նկարի շենքի հետ։ Բայց ոնց որ ստեղից թին լինելու նկարվել։ Քանի որ այս դիմացի հատվածը ամբողջությամբ վերանորոգման տակ է։ Could you take a photo for me? What? Could you take a photo for me? Okay. Like this. Okay? Okay. The whole and I'll be standing in front of it. Okay. 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 12 seconds later. Ready? Smile. Nice. Do you like it? Yes, of Yeah. course. Have a good day. Bye bye. Ես էլ իրանց նկարեցի վերջում։ Նա շատ սիրուն նկար ստացավ այստեղեն։ Նկարները տեսնելու համար մտեք իմ Instagram-յան էջ ու այնտեղով նայեք, անպայման հետևեք ինձ այնտեղ, անպայման իմ YouTube-յան ալիքին էլ այստեղ բաժանորդագրվեք, որովհետև հետաքրքիր վիդեոները առջևում են։ Hello, I have some questions. Do you speak English? A bit? I want to visit the Berlin Cathedral, East Side Gallery, and also Checkpoint Charlie. Yeah. Are these close to each other? Checkpoint Charlie is here, number 9. Okay. And, Oh, I the also Golden want this Cathedral one. is How much is it? I can make it for you student card. Normally that you see, normally you pay 37. Oh. Every 22 minutes is the next bus available. Okay. But 5 p.m. it's finished. Ah, yeah, sure. Let's go. Hello. Sense քարտասեր են տրամադրել ամբողջ Բերլինով, իրանք ամենակարևոր տեղերով sense պատտվում են։ Հա, մեկ էլ ինձ տվել են sense ականջակալներ, որ միայն են կարողանամ լսել, պատմություն իմանալ, թե որտեղ եմ գնում իրանց մասին։ Բավականին լավ ասա, որովհետև ես կարող եմ ավելի շատ ծախսեի, մի տեղից մյուսը փորձեի ինչ-որ տրեյնով կամ ավտոբուսով ամեն անգամ տարբեր բաներով գնալ, այնա մի անգամից ես 25 եվրոյով այս ամբողջ տեղերը կրամ։ Պաստորեն այստեղ երաժշտություն էլ կա, հենց հիմա ես երաժշտություն եմ լսում։ It's 24, right? This one. Yeah. Where should I get the next bus? Exactly same place. Yes. Thank you. Հասել եմ Victory Column անունով մի շինության մոտ։ Նայեք ինչ հսկա է ու ինչ սիրուն է։ How should I? I think right there's do you see the traffic light? Okay. Because here it shows 14 minutes, but I'm in front of it, you know? No. There's a traffic light right there. Okay. Do you see it? So you Yeah. just have to go back here and cross. Okay, thank you so Okay, much. Have a good day. sure. Bye bye. Արա լավ մարդիկ կան, ինձ դուրս գալիս ա որ սենց ջեր մարդկանց եմ հանդիպում։ 95%-ը որ արդեն իրանց հետ շփվում եմ, խոսում եմ, շատ ջեր մարդիկ են, հավեսով օգնում են, ժպտում են։ Հիմա ինձ բացատրեցին, թե ես ոնց պետք է անցնեմ այս Victory Column-ի մոտ։ Թարգմանաբար այն նշանակում է հաղթանակի սյուն։ Ես գնում եմ հաղթանակի սյան մոտ։ Մեռնում եմ միամիտ հեծանիվների ճանապարհ եմ մտնում, հեծանիվները քիչ ամնում հելնեն վրես։ Օ՜, էլի հեծանիվ, արա ինչ է կատարվում։ Սա հեծանիվների գիծն է։ Հանկարծ միամիտ վրայով չքայլեք, հելնում են ձեր վրա հեծանիվները։ Նույնիսկ մեքենաների պես sense գծեր ու նշաններ ունեն։ Արդեն ավելի շատ վախենում եմ հեծանիվի տակ չընկնեմ, քան մեքենայի։ Մեքենաները կանգնած իրանց համար։ Yeah. Now it's we have to go from there. Yeah. We have to go down. We have to ask a local. How can we go there? Ah, it's here. Thank you. Where are you from? I'm from Poland. Poland. But at least you are a European, you know? I'm from Armenia. And this is completely new for me.
adults 4 մեծահասակների համար այստեղ տիկետը արժի 4 եվրո ու գրած էր որ մենակ կանխիկ են վերցնում քարտով վճարում չունեն դրա համար միշտ ձեր հետ ունեցեք կանխիկ Hello Thank you so much Այստեղ փոքր թանգարանային հատվածը ընդհանուր պատմությունն է ոնց հասկացա նկարագրած թվականներով Սա 3 օր գնացել էի Brandenburg-նա էսի դե հիշում եք Սա հաջորդ տեղն է որ պետքա գնամ Բերլինի Cathedral-ն է նույն ինքը Բերլինի տաճարն է նայեք ինչ սիրուն է Այստեղ գտնվում ենք արդեն Garnium բավականին մեծ է իրականում տարածքը ոնց որ լաբիրինթ լինի մի տեղից մտնում եմ մյուս տեղից դուրս եմ գալիս Տեսեք, այստեղ ինչ եմ տեսնում, պիզայի աշտարակը, ափսոս ես անգամ չեմ լինելու այնտեղ Կոլոսիումը, չգիտեմ հայերեն ոնց են ասում, այստեղ Լոնդոնի Big Ben շենքն է, այս cathedral-ը կոչվում է Notre Dame, եթե չեմ սխալվում, որը գտնվում է Փարիզում։ Ես արդեն գտնվում եմ Փարիզում, այս էլ Էյֆելյան աշտարակը։ Վերջ բարձանում եմ արդեն հաղթանակի աշտարակի վերև Last night said everything's alright. Roller coaster, make it through the day. Okay, կարծեմ մի հատ էլ հարկ կա իրականում, սա առաջին հարկն է, մի հատ էլ կա ամենավերևը։ Այստեղից տեսարանը բացվում է այսպես դեպի Արարատ լեռ։ Օրո, վերևը չէի նկատել, ինչ սիրուն է։ Վաու։ Անկեղծ Բերլին քաղաքը արվեստի քաղաք է կասեի։ Ինձ թվում է այս քաղաքում արտիստների թիվը շատ է, որովհետև ավտոմատ չես կարա այսքան սիրուն տեղ ապրես ու ինչ որ արվեստի գործ չանես։ Բարձրանում ենք ամենավերև։ Հաղթանակի սյունը ունի 285 աստիճան։ Այս ինչ շատ է։ Հասանք։ Այ, հասա, չեմ հավատում, այ, ես ինչ շոկ է, ես ինչ շոկ է։ Հաղթանակի սյունը կառուցվել է 1873 թվականին։ Այն կառուցվել է Պրուսիայի ռազմական հաղթանակները հիշատակելու համար։ Սյան վրա տեղադրված է հաղթանակի աստվածուհի Վիկտորիայի արձանը, իսկ ընդհանուր բարձրությունը կազմում է 67 մետր։ Այն պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ այսօր էլ ներկայացնում է Բերլինի բարդ պատմության մի մասը։ Վերջ, ես դուրս եմ գալիս։ Հիմա պետք է գնամ հասնեմ գտնեմ այդ bus station-ը, որտեղից որ արդեն պետք է այդ hop off-ը նստեմ ու շարժեմ արդեն հաջորդ ուղղություններով։ Հիմա մնում է արդեն գտնել ճիշտ կանգառը, որը շատ բարդ է լինելու։ Can you please take a photo for me? Thank you. I want something like this. I'll be standing there. How is it? It's nice, thank you so much. Or the other eyes. I was there. I got dropped off there. No, they said I have to go the same place. But now it's the problem that I have no idea how to get to the same place. Իրանք ինձ նկարեցին, ես էլ իրանց նկարեցի վերջում։ Ավտոբուսն եմ տեսել, վազում եմ, չգիտեմ կսպասի թե չէ։ Hello. Ay, չի նայում ինձ։ Հա? Ասում եմ Սպասեց Առաջ սպասեց minutes later. Hello. Thank you. Հենց դիմացն էլ տեղ կա։ Hello.
Ես արդեն նստել եմ, ինչ ունեմ, չունեմ, դրել եմ charge-ի, մի քանի կանգար պետք է գնանք երևի մոտ կես ժամից, նոր եմ ես արդեն իջնելու։ Ուղիղ 22 րոպե եմ սպասել դրսում։ Մի խոսքով, հիմա ուրեմն այս ականջակալներով եմ, հերթով ամեն ինչ տեղեկացնում են, օրինակ հաջորդ կայարանը որն է, որտեղ իջնեմ, որ դու արդեն հասկանաս էլի որտեղ ես իջնելու, ինչն ես տեսնելու։ Արդեն քո ձեռքին էլ կա քարտեզ, այդ քարտեզով կարաս կողմնորոշվես, ուզած տեղն ես թե չէ։ Հենց հիմա այն կանգառում ենք, որտեղ որ կա կենթանաբանական այգին, շատ կուզեի տեսնել, բայց ժամանակս հաստատ չի հերիքի։ Ավելի լավ է գնամ մյուս տեղերը բացահայտեմ, որովհետև արդեն պիտի թռնեմ վաղ առավոտ։ Have you been at the zoo? Sorry. Have you been at the zoo here? No, only speak English? English even. A little. This station, okay? The animals. Yeah. Have you seen? Yeah. Zoo. Zoo Berlin. We say zoo in English. How was it? It was nice? Good? Good. Yeah. And Yeah. good, beautiful. Okay. Միատ նայեք, այս ինչ սիրուն է։ Qua c'è l'indiana di frutta. Vede. Cosa? Beh, dai su, c'è anche questa muratura. Facciamo quella cuffia. Yeah, the Berlin Wall, yes. Մոտ կես ժամվա ճանապարհից հետո արդեն հեսա հասնում ենք մեր 9-րդ կետին, որը որ checkpoint Charlie-ն է։ Շատ էի լսում իր մասին ու անպայման ուզում էի այցելել։ Հեսա կտեսնեմ սա ու արդեն հետո նորից կնստեմ այս ավտոբուսից ու կշարժվենք երևի East Side Gallery-ի կողմ։ Այնա ոնց հասկացա, հասանք։ Have a good day. Same to you. Thank you. Bye bye. Sorry? Bye bye. Thank you. Ուրեմն հիմա ժամը 2:10 է պակաս, մոտավորապես 2:10-ը պիտի հետ գամ այս կանգար, որպեսզի նստեմ ու գնամ հաջորդ տեղը։ Are you like a YouTuber or something? Yeah. You are? Yeah. Where are you from? I'm from Armenia. Armenia. What's Yeah. your name? My name is Haig. Haig. Yes, what about you? Akil? Yeah. Nice to meet you. Nice to meet Oh, you. nice to meet you. How long have you been in Berlin? 3 years. 3 years, nice. Ահա եւ մեր checkpoint Charlie-ն այստեղ է գտնվում։ Ինձ անկեղծ թվում էր ինչ որ մեծ տեղ է լինելու, բայց փաստորեն մենակ սա է, ավելի շատ ուրեմն եկեք կենտրոնանանք հենց պատմության վրա։ Հեսա մի հատ ես կուսումնասիրեմ ու ձեզ կասեմ պատմությունը ինչ է։ What's the story of checkpoint Charlie in Berlin? Ոնց հասկացա, այս հատվածը եղել է սահման, հենց պատերազմի ժամանակ, երբ բաժանել են Բերլինը արևելյան ու արևմտյան մասերի, այդ ժամանակ էլ այս հատվածը եղել է սահման, նույնիսկ այստեղ շատ մեծ գրած է, որ դու մտնում ես ամերիկյան հատված, մյուս կողմից էլ գրած է դու դուրս ես գալիս ամերիկյան հատվածից։ I'm sorry if I'm bothering you. Oh, it's okay. Sorry. With this one. This How was it? good. Thank you. Like, You're a real photographer. Which right? Oh. Ավտոբուսս եկավ։ Տեղ չի տալիս տաքսին։ Հեծանիները տեղ չեն տալիս, վայ հողս սարև։ Can I? Thank you. Oh, shit. Goodbye, bro. Hello. Yeah, I have. Անցել են որ 22 րոպե մեկ է գալիս, բայց այս մեկը 15 րոպե էր ընդամենը անցել ու եկավ արդեն։
Ժամը հիմա կեսօրվա 2:15 է ու ես առավոտից ոչ մի բան չեմ կերել։ Ինչ դուրս եմ եկել հոթելից ու տենց էլ դեռ բան չեմ կերել, քանի որ այս բասերը աշխատում են մինչև ժամը 5-ը։ Դրա համար ճիշտը կլինի այն, որ մի հատ ես իմ տուրը վերջացնեմ, ցերեկը կամ տենց երեկոյան 5-ից հետո, այսինքն կգնամ մի անգամից նախաճաշ, ճաշ, ընթրիք կանեմ, համով բաներ կվերցնեմ կամ միտեղ կգնամ կնստեմ ինչ-որ ռեստորան ու այնտեղ կպատվիրեմ մի բան, որ ինձ տեղացիները ասել են անպայման փորձեմ, կոչվում է Դունա քեբաբ, պետք է դրանից անպայման փորձեմ։ Ասացին Բերլին գալու դրանից շուտել, դա ոչրագործություն է։ Հաջորդ կետը, որ գնում եմ, դա թիվ 15-ն է, որը որ East Side Gallery-ն է, որ երեք ուզեցի գնալ, բայց դե հասկացանք, որ բավականին հեռու էր։ Այս էլ երեկվա գնացածս TV Tower-ը։ Հասան, պետք է արագի մեջ հիմա պատրաստվեմ, որ դուրս գամ, որովհետև արդեն հասել ենք East Side Gallery։ Thank you։ Այստեղ դիմացը ուտելու տեղեր էլ կան, կարող է հետո գամ ստեղ ինչ-որ բան ուտեմ։ Ահա եւ East Side Gallery-ն։ Բերլինում դեռ չեմ հասկանում, որտեղից են անցնում մարդիկ։ Շատ քիչ են զեբրաները, արա։ Այստեղ սենց մի խանութ եմ տեսել, որ ինչ-որ սուվինիրներ են վաճառում։ Մտնեմ տեսնեմ ինչ կա այստեղ։ Նայեք ինչ եմ առնում այստեղից։ Ժելե է, որը որ իրանց շատ հայտնի էս փողոցի մարդուկներն են, կարմիրի ու կանաչի ժամանակ իրանց լուսացույցի վրա լինում է, հենց այդ նշաններով ժելե է, էսի անպայման վերցնելու եմ։ 350, eh? Yes, only for you. Only for me? Where are you from? I'm from Armenia. Okay, you like Berlin? Yeah, I really enjoyed my time here. Maybe you should move to Berlin. Maybe. You like Berlin? Of course, yes, we love Berlin. Yeah. We are Berliners. Yeah. And you already speak German, yeah? Yes, she speaks German very good. That's nice. There's a saying, like how many languages you know, you are more human. So, Really? yeah. I don't think so. No? So the less language you know, more human, yeah? No, it's Նոր խանութի աշխատողների հետ մի ժամա խոսում էինք, մինչև դուրս եկա։ Երևի մի 15 րոպե մնացել եմ այդ խանութում, բայց ես արդեն գտնվում եմ Բերլինի պատի մոտ, ավելի ճիշտ East Side Gallery-ի մոտ։ Այստեղ ամբողջությամբ այս պատերի վրա տարբեր ինչ-որ բաներ են նկարած։ Շատ սիրուն է այս տարածքը։ Հաստատ ես էլ էլի խնդրելու եմ անծանոթներին, որ ինձ ֆոտոներ անեն։ Այստեղ հենց gallery-ի մոտ այսպես տարածք է բացվում։ Կարելի է գալ եւ այստեղ նստել եւ մի բան ուտել, եթե իհարկե ուտելու բան լիներ։ Սոված եմ։ Այստեղ այնքան շատ մարդ կա ու բոլորը ինչ-որ բաներ են ուտում, մարդ կա գիրք է կարդում, մարդ կա խաղ խաղում։ Ու նայեք այստեղ ինչ կա։ Նավ է, որ հոստել է։ Հաջորդ անգամ սրա մեջ եմ գալու մնամ։ Ուրեմն East Side Gallery-ն սկսում է այս պատից ու գնում է մինչև վերջ մոտավորապես 1-ից 1.5 կիլոմետր։ Արևելյան պատի պատկերասրահը համարվում է աշխարհի ամենամեծ բացօթյա պատկերասրահը։ Նրա երկարությունն է 1.3 կիլոմետր։ Ներկայումս ունի 100-ից ավել որմնանկարներ, որոնք ստեղծվել են աշխարհի տարբեր անկյուններից եկած արտիստների կողմից։ Նկարները արտահայտում են ազատության, հույսի, քաղաքական փոփոխությունների, խաղաղության եւ բաժանման ցավի թեմաները։ Պատի նկարներից սա իմ ամենաֆավորիտն է։ Ինչ ուժեղ է։ Հասա հայտի նկարի մոտ։ Ուրեմն հենց մա կողքս 3 աղջիկա կանգնած, իրանց եմ խնդրելու, որ ինձ նկարեն։ 3-2-1։ Hello. Can I ask you please to take a photo for me? Yes. Who is the best photographer from you? She's pretty good. Wow, thank you. Ուրեմն այստեղ այս 3 աղջիկների հետ սկսեցինք խոսալ գերմաներեն, ինձ սովորացնում են ինչ-որ բառեր։ So what's the first word? Tell me. Eichhörnchen. Eichhörnchen. Is it right? Yes, it's okay. It's good. Okay, something else. Schmetterling. What again? Schmetterling. Schmetterling. It's right? Yeah, Schmetterling. Schmetterling. L. With Schmetterling. Schmetterling. Yes, it's Schmetterling. What does it mean? butterfly. Butterfly. Ah, cute. Tell me one bad word. Stupid. Scheiße. 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 Էլի ես ուշացա, էլի City Circle-ը գնաց։
Ախր մի րոպեվա տարբերություն է, ինչի անընդհատ sense լինում։ Միջև եկա հասա հիմա էս մայթ գնացել է։ Էլի 22 րոպե անիմաց պիտի սպասեմ։ Որոշեցի էս camps-ը մտնել, ուտելու բան վերցնել։ Card, okay? Վճարեցի մոտավորապես 6 եվրո ու չգիտեմ ինչ եմ վերցրել, հեսա տեսնենք համով է թե չէ։ Լավ է, դրսում տեղ ունեն նստելու, մի հատ փորձենք իրենց Sprite-ը, ինչ որ տարբեր գույն է, շատ լավն է։ Որ լիմոնային է, լայմ է երևի։ Հա, այն է գրած է, լայմով է սա։ Ու տեսնենք մեր բուրգերը ինչ է։ Մեջը ավոկադո կա, ոնց հասկացա, սոուսի պես է սարքած։ Շատ համով է, այս ինչ համով է։ Առավոտից ոչ մի բան չէի կերել։ Աշոտ համով է։ Ուտելուց հետո մի անգամից այս ավտոբուսը եկավ, արագ վազելով եկա նստեցի, նույնիսկ այդ բանը չեմ հասցրել նկարել ու պետք է անպայման Արա, այնտեղ այդ տաճարն է, որ ասում էի, որ ուզում եմ գնալ։ Եթե այնտեղ չգնամ, Բերլինից դուրս չեմ գալու։ Thank you. Bye bye. Արա, այս ինչ սիրուն է։ Չեմ հավատում արա, ժողովուրդ, էս պետք է տեսնել իրական աչքերով, էս իջա, ոնց որ իրական չլինի, արա էս ինչ սիրուն է, բա մի հատ էս շենքի սիրունությունը նայեք։ Էս տարածքի անունն է Altes թանգարան, Altes Museum, անկեղծ խփնվել եմ իր սիրունության վրա, շատ սիրուն է։ Can you take a photo for me please? I want something like, how is it? Oh, nice. That's nice. Thank you so much. You need any photo? I can help you. Thank you. Չեմ հավատում, որ հենց հիմա ես գտնվում եմ Բերլինի Cathedral-ի հենց տակ, հենց դիմաց։ Չեմ հավատում, որ ես գտնվում եմ այստեղ։ Տաճարը սկսել են կառուցել 1800-ականների վերջում ու պատրաստ է եղել 1905 թվականին։ Մտնենք տեսնենք ոնց է լինելու ներսում առաջին անգամ եմ տեսնելու։ Բերլինի տաճարը ամենահայտնի հուշարձաններից մեկն է, շքեղ եկեղեցի, որը գտնվում է թանգարանների կղզում։ Այն Բերլինի ամենամեծ եկեղեցին է։ Այն ունի հսկայական գմբեթ, որի վերև կարող ես հայտնվել մոտ 270 աստիճան բարձրանալուց հետո եւ վայելել քաղաքը վերևից։ Տաճարը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են 1970-ականներին եւ ավարտվել 1993 թվականին։ Կամերայից բացվրին նստելա դրա համար արդեն հեռախոսում եմ շարունակում։ Ես գտնվում եմ տաճարի վերևում, տանիքում։ Այստեղ կա նաև այս հեռադիտակներից, որ էլի 1 եվրոյով կարելի է մի հատ նայել։ Այստեղ էլ իմ 1 յուրոն է, դնենք։ Why, but I'm only checking on people. Բերլինի տաճարը գնալուց հետո ես արդեն դուրս եմ եկել ու եկել եմ Starbucks, որը որ բավականին մեծ է ու շատ սիրուն է։ Այս անգամ վերցրել եմ iced, what was the name? Iced caramel macchiato։ Մի խոսքով բավականին համով էր այս մեկը, ինձ խորհուրդ էին տվել Instagram-ով, որ անպայման սա փորձեմ, որովհետև այդ երեկվա փորձածս ընդհանրապես չեմ հավանել։ Այս ի՞նչ է։ Չեմ հավատում, Starbucks-ի կողքը հենց հիմա գտնվում է այն տեղը, որ կոչվում է, I'm sorry, որը կոչվում է Curie 61։ Հիմա ես այդքան սոված չեմ, բայց անպայման ուզում եմ ուտել, որովհետև վաղը էլ չեմ լինելու այստեղ, դրա համար պետք է անպայման սպասել այս երկար հերթի մեջ ու առնել դրանից։ No sauce, yeah. It's exactly this one, yeah, the sausage is the same, yeah, all right. Thank you. Yeah. Ոնա լավ ով է ստեղծել սա, այնքան համով է իր հոտը նույնիսկ։ Սա էլ մի խոսքով իմ ընթրիքն է։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, այսօր կտրուկ տարբերվում է քաղաքը, քան երեք քանի որ կիրակի էր երևի դրանից էր բավականին դատարկ էր։ Երեք մարդ չկար բացի ինձնից փողոցներում։
Այստեղ նույնիսկ փողոցներ կան, որ հատուկ մենակ այս տրեյների համար է։ Եկել եմ այս սուպերմարկետ տեսնենք ինչ կա այս սուպերմարկետի ներսում։ Շատ հետաքրքիր է երևում։ It's 4:46, yeah? Thank you. Bye bye. Այս սուպերմարկետի անունն է Go Asia, գնա Ասիա մի խոսքով։ Սենց բան եմ առել, տեսնենք համով է, թե չէ։ Ձմերուկի համով է։ Այս Google Maps-ը նենց լավ է աշխատում այս երկրում։ Ամեն տեղ սրանով եմ գնում գալիս։ Նեղվում եմ, որ այս օրին վերջին օրն է Բերլինում, բայց ինչ անեմ։ Սա էլ շատ համով է։ Ձեր հետ մի հատ անկեղծանամ։ Ինձ թվում էր, որ մենակ Հայաստանում է, որ սենց ինչ-որ բան նկարում ես փողոցում, սաղ սենց քեզ են նայում։ Բայց փաստորեն ես սխալվում էի։ Այստեղ գիտեք ոնց են նայում։ Ուղղակի այդ ես ցույց չեմ տալիս։ Ու իմ վրա դա չի ազդում։ Մարդ չկա, ինձ չնայի։ Որ ինձ թվում էր, այս ամեն ինչը իրանց համար նորմալ է, իրանք շատ են տեսնում սենց բաներ, որ փողոցում մարդիկ իրանք նկարելով, խոսալով քայլում են, բայց 99%-ը ինձ է նայում։ Ու մարդիկ այսպես նայում են, որ էդի չանում տենաս։ Հետաքրքիր է այս ամենը, ու ինձ շատ դուր է գալիս այս վիդեոներից շարքը, որովհետև ձեր հետ կարողանում եմ շփվել ու կարողանում եմ ցույց տալ ու իսվել այն ամենով, ինչ իրական է ու իրոք կատարվում է հենց հիմա իմ հետ։ Կարելի է ասել են սոցիալական հարթակների Եվրոպան չեմ ցույց տալիս ու ցույց եմ տալիս ռեալ Եվրոպան, թե ոնց է կյանքը այստեղ, ինչ մինուսներ կան, ինչ պլյուսներ կան, դրա համար ինչ մտքովս անցնում է, միանգամից ես դա ձեզ ասում եմ։ Երբ որ ինչ-որ բան կա չեմ հավանել, ասում եմ, երբ որ ինչ-որ բան կա շատ եմ հավանել, էլի ասում եմ։ Ոչ մի բան չեմ թաքցնում։ Հիմա ժամը գիշերվա 9:15 է ու ես այս կադրը հատուկ անում եմ նրա համար, որ դուք տեսնեք այս թաղամասը, որ տանում է դեպի իմ հոթել, ինչ դատար կա ու ինչ մութ։ Սենց մի քանի հատ լույս կա ընդամենը ու ամեն 2 րոպե մեկ հազիվ մի հատ մարդ տեսնես, որ ստեղով անցնում կամ հեծանիվով անցնում։ Այսինքն այս քաղաքում ոնց հասկանում եմ, երեկոյան 8-ից հետո դառնում է լրիվ դատարկ։ Գնացի։ Բայց առանց ձեզ ուր եմ գնում։ Thank you so much. Այսպիսին էր իմ երկրորդ օրը Բերլին քաղաքում։ Հաջորդ վիդեոյում դուք արդեն կտեսնեք, թե ես ոնց եմ Բերլինից գնում այդ X քաղաք, բայց դեռ չեմ ասելու, հաջորդ վիդեոն նայեք, որպեսզի իմանաք։ Գնացի։